Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, հավատարմության մասին է։ Տեր Հիսուս ինքը շատ հավատարիմ է։ Մեր կյանքի բոլոր բնագավառներում ինքը հավատարիմ Աստված է։ Անգամ այն պարագաներում, որ մենք անհավատարմություն ենք ցուցաբերում իր հանդեպ, միևնույնն է ինքը հավատարիմ է իր կատարած զոհաբերությանը եւ իր սիրուն, որ մեր հանդեպ ունի։ Տեր Հիսուս խոսեց Մատթեոս ավետարանում 25-րդ գլուխ 14-րդ խոսքից իր ծառաների մասին, տաղանդների առակի մասին, որ տանտերը իր ծառաներին տաղանդներ տվեց եւ վերադարձավ, որպեսզի հաշիվ պահանջի։ Իհարկե տանտերը դա Տեր Հիսուսն էր, այս առակը այլաբանություն էր, եւ ծառաները դա ես եւ դու ենք։ Եվ Տերը ամեն մեկին տվեց իր կարողության չափով։ Բայց այդ 3 ծառաներին, որի մասին խոսում է առակը, երկուսը հավատարիմ էին եւ մեկը անհավատարիմ։ Ինչու՞։ Որտեւ այդ երկուսը, որ ունեին, ամեն մեկը իր կարողության չափով կրկնապատկեցին։ Երբ որ Տերը եկավ, կրկնապատիկ վերադարձրին Տիրոջը։ Եվ 21-րդ գլխում Տերն ասում է. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քիչ բանի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո Տիրոջդ ուրախության մեջ»։ Քիչ բանը սա երկրավոր կյանքն է, շատ բանը դա հավիտենականությունն է։ Տերն ասում է, եթե դու այս երկրավոր կյանքի մեջ չես կարող հավատարիմ լինել, ինչպես կարող եմ ես քեզ մի ամբողջ հավիտենականություն ժառանգել։ Օրինակ, ամեն առավոտ քո աչքերը բացվում են, եւ դու 24 ժամ ունես ապրելու։ Բայց այդ 24 ժամվա անգամ 24 րոպեն դու չես տրամադրում քո Աստծուն, որը արժանի է, որ դու գոհություն, շնորհակալություն, երախտագիտություն եւ երկրպագություն մատուցես իրեն։ Հիմա եթե հարցնեմ, արդյոք արժանի է այն Աստված, որ քեզ 24 ժամ անավիրել այդ 24 րոպեների, վստահ եմ, որ կասես արժանի է։ Բայց հարց, ինչու չես նվիրում այդ 24 րոպեները։ Եվ Տերն ասում է, դու այդ փոքր բանի մեջ հավատարիմ չես, չէ՞ որ ժամանակը ես քեզ նվիրել եմ։ Իմ նվիրած ժամանակից կարելի է ինձ մի փոքր հատկացնել։ Եվ սա քիչ բանի մեջ հավատարիմ լինելն է, սիրելիներ։ Եվ մեր ընտանիքների մեջ Տերը տեսնում է, ինչպիսի զավակ ես դու, ինչպիսի ծնող ես դու, ինչպիսի քույր կամ եղբայր ես դու քո ընտանիքիդ մեջ, քո բարեկամների մեջ, քո աշխատանքի վայրում, ինչպիսի աշխատող ես դու, այն աշխատանքի դիմաց, որ դու դրամ ես ստանում, արդյոք հավատարմությամբ ես աշխատում։ Պողոս առաքյալն ասում է, ծառաներ, ձեր տերերին առջև աշխատեք այնպես, ասես թե Տեր Հիսուսի համար եք աշխատում։ Մի ասեք, որ ինչ-որ մարդու համար է, արեք այնպես, ինչպես Տեր Հիսուսի համար կանեիք։ Արդյոք դու այդպես ես անում։ Շատերին թվում է, որ Աստված մեզ տեսնում է միայն եկեղեցու մեջ։ Երբ որ մենք հագած, կապած, մեր խոսքերը այսպես կշռադատված, գիտենք ում հետ ոնց, ինչ, եւ գիտենք ինչպես տպավորություն թողնենք մարդկանց վրա, եւ Աստված մենակ եկեղեցու մեջ է մեզ տեսնում։ Բայց մնացած բնագավառներում մեզ չի տեսնում։ Բայց Աստված ամենուրեք է տեսնում եւ մենք ամենուրեք փորձվում ենք, մեր հավատարմությունը ամենուրեք փորձվում է։ Եվ Աստված ասում է, եթե դու քիչ բանի մեջ հավատարիմ չես, շատ բաներ ինչպես պիտի քեզ տրվի։ Մարդիկ ասում են, եթե ես 1 միլիոն ունենամ, օրինակ եվրո կամ դրամ, ես աղքատներին կօգնեմ, անտունների համար տուն կառնեմ, որբերին էս կանեմ, այն կանեմ։ Բայց Տերն ասում է, այդ ամենը սուտ է, որովհետև արդեն դու քո ունեցած այդ բավարար բաժինը, որ դու կարող ես ապրես, դու դրանից բաժին չես անում։ Ինչպես դու կարող ես առատության մեջ առատաձեռը նեղնես, եթե դու քո բավարարի մեջ հավատարիմ չես Տիրոջը։ Տերն ասաց, եթե եղբայրդ գա եւ քեզանից հաց ուզի, հաց դուր, մի ասա գնա ես կաղոթեմ քեզ համար։ Մարդը սոված է հաց դուր թող ուտի։ Արդյոք չունես այդ հացը։ Ունես այդ հացը։ Արդյոք չունես այն, ինչ որ Տերը խնդրում է, կամ պահանջում է, կամ հրամայում է, որ դու տաս, դու ունես այդ ամենը, բայց ինչի չես անում, որովհետև դու քիչ բանի մեջ հավատարիմ չես, բայց մեծ բաներից ես խոսում։ Տերն ասում է, շատ վերև մի թռնի, լա քո եղածի մեջ հավատարիմ եղի, մնացածը ես կորոշեմ, մնացածը քեզ կտրվի, բայց քո ունեցածիդ մեջ, քո բավարար ունեցածիդ մեջ օրհնություն հանի ուրիշների համար։ Եվ եթե քո ընտանիքիդ մեջ քո զավակներիդ հանդեպ կամ քո ծնողներիդ հանդեպ դու հավատարիմ չես, ինչպես կարող ես Աստծո հանդեպ դու հավատարիմ լինես։ Եթե դու անշնորհակալ ես, ինչպես կարող ես
քո ծնողից անշնորհակալ ես, ինչպես կարող ես դու Աստծո հանդեպ շնորհակալ լինել։ Տերն ասում է, սուտ է այդ ամենը, որտեղ դու փորձվում ես այս կյանքի մեջ, ամեն բնագավառի մեջ, ինչպիսին ես դու, ինչ որակի ես դու։ Ոչ միայն եկեղեցում աղոթելուց, այլ ամենուրեք դու փորձվում ես։ Այսօր իմ կոչն է, սիրելիս, որ մի նոր հավատարիմ ծառայի ընթացք սկսես։ Եվ եթե մինչև հիմա նախ չես տվել քո կյանքը Տեր Հիսուսին, խոստովանես քո մեղքերը եւ նվիրես քո կյանքը Հիսուս Քրիստոսին եւ ընդունես նրան որպես Տեր եւ Փրկիչ եւ մեռելներից հարություն առած միակ Աստված, որ նրա հարություն առնելով դու հավիտենական կյանք ունեցար եւ հաղթություն մեղքի եւ մահվան դեմ, եւ երկրորդ քայլը մի նոր հավատարիմ կյանք սկսես քո Աստծո հետ եւ քո 24 ժամվա գոնե ամենակիչը 24 րոպեն նվիրես քո Տեր Աստծուն, Սուրբ Գիրք կարդալով եւ աղոթք անելով, եւ քո գոհությունն ու շնորհակալությունը բերես Տիրոջ առջեւ, եւ խնդրես, որ Տերը այդ մի քիչը օրհնի եւ ավելացնի, եւ վստահ եմ, որ Տերը կավելացնի, որովհետեւ ես էլ իմ կյանքս այդ մի քիչից եմ սկսել, որ այսօր կարող եմ իմ ամբողջ կյանքը Տեր Հիսուսի ոտքերի տակ դնել։ Սիրելիս, եկեք ապրենք ես եւ դու այնպես, որ այս երանելի խոսքերին արժանանանք, որովհետեւ իմ կյանքից նպատակը դա է, որ երբ որ կանգնեմ Տեր Հիսուսի առջև, ասի բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բանի մեջ հավատարիմ եղար, արի մտիր քո Տիրոջդ ուրախության մեջ, արժանի ես իմ ժառանգությունը վայելելու։ Եկեք ես եւ դու իրապես արժանի լինենք այս օրհնյալ խոսքերին, որ Հիսուս Քրիստոս խոստացավ ինձ եւ քեզ։ Հուսամ օգտակար եղամ, եղեք օրհնված։